ովքեր նպաստում են, որպեսզի հակառակորդին տարածք տրվի, ովքեր նպաստում են, որպեսզի մենք հոգևոր ճանապարհից հեռանանք։ Հետո Դուք ասացիք ֆեյք պատարակների սիրահար եք։ Հաստատեցիք, ասացիք այո, ֆեյք պատարակների սիրահար եք։ Դուք սա պղծություն չեք համարում առաքելական եկեղեցու։ Պարոն Ղալումյան, դուք առաջին անգամ եք գտնվում այս եկեղեցի։ այո, Նիկոլ Փաշինյանի հորդորով եք եկել։ ոչ, Ինքնակամ եք եկել։ Ձեզ հետ քանի հոգի եք բերել, պարոն Ղալումյան։ չեմ բերել։ Չեք բերել։ Որ չգայիք խավոր սանիկական կապերն անգամ չէին փրկի, հա? Որ չգայիք խավոր սանիկական կապերն անգամ չէին փրկի։ Աղջիկ ջան, ասեք, ձեր նպատակը ո՞րն է, ես ձեր հարցին չեմ Հարց եք պատասխանում։ տալիս, պարոն Ղալումյան։ Եսը չեմ պատասխանում, դա իմ իրավունքն է։ Քալուց եղած հոգևորականի պատարակին եք որոշել մասնակցել։ Ասում ինչքան սև գործ կա, դրան Բարձր մասնակցում եք։ տրամադրություն ունեք բոլորը։ Բա դուք ոնց որ բարձր տրամադրություն ունեք։ Լարված եք։ Ոչ, Դժվար է Նիկոլ Փաշինյանի խավորը լինել ընտանիքում։ ոչ։ Ինչքան սև գործը ձեզ մասնակից Ես ձեր հարցին չեմ պատասխանում, ժողովուրդ ջան։ Պարոն Ղալումյան, այսօր ձեր այստեղ ներկայացնելու խորհուրդը ո՞րն է։ Ոնց որն է։ Եկել եմ պատարակի։ Կարգալուց եղած Ժողովուրդում եմ էլի։ Ժողովուրդ ջան, չեմ պատասխանում ձեր ոչ մեկի հարցին։ Ուզում եք ես գնամ գործընկերներից պատասխանեմ։ Ես դա իմ իրավունքն է, չեմ պատասխանում ձեր Շատ լավ, հարցին։ ընդամենը մեկ ճշտող հարց։ Նիկոլ Փաշինյանը որ հայտարարել է գնալու եւ Երևանը ազատ են։ Դուք մասնակցելու եք, ներկա լինելու եք։ Բոլոր գործընթացներին մասնակցելու եմ, որովհետև ես այդ քաղաքական թիմի անդամ եմ։ Ահա, պահքի մեջ եղել եք, օրինակ ինքնին Կոնկրետ ստեղ պահքի խնդիր չկա։ Եկել եմ պատարակի։ Արձատագրելու գործընթացը։ Վերջացրին, ես ձեր հարցին պատասխանեցի։ Ճշտող հարց, ասում եք մասնակցելու են բոլորը։ Ես բոլոր ինչ որ վերաբերում էր այդ հարցին պատասխանում եմ։ Բոլոր գործողություններին ընդդեմ մայրաթոռի մասնակցելու եք։ Մայր աթոռի ընդեն ոչինչ չկա։ Դա ձեր մեկնաբանությունն է, ժողովուրդ ջան։ Ես չեմ պատասխանում ձեր հարցերին։ Ասենք ձեր նպատակը ո՞րն է, որ ասենք հարցադրումներ անեք, սադրող, որպես ես ունից դուրս գամ։ Ես պատասխանեցի ինչքան որ հնարավոր էր ձեր հարցերին։ Որևէ բան չպատասխանեցի։ Պատասխանեցի։ Որևէ բան չպատասխանեցի։ Իմ հարցերն սադրող չեն, փաստի հիման վրա են, ասում եմ տավուշում մասնակցել եք իրանցից տարածքներ հանձնելու գործընթացին, ձեր նույնիսկ այսպես ասած, հա, որտեղ այնտեղ այդպես են ասում, ձեր ձորակի ժողովրդին եք խաբել, սասանել եք սահմանները, հիմա եկել եք այստեղ մայրաթոռի սասանման։ Գնացեք ձեուն անի էր, չէ՞, դա ինչքան հիշում եմ։ Միամիս եկեք իրանց ապրեցիք, ժողովրդին բորբոքեցիք, ոչինչ չստացվեց։ Մեկ եկել եք ստեղ նույն գործողությունն եք անում։ Դե մի հատ կգնաք իրանց։ Ազգային անվտանգության բոլոր ծառայողներին իմ հետևից ամեն քայլափոխի ուղարկում եք, ես մշտապես։ Ժողովուրդ ջան, ոչ մի հարցադրման չեմ պատասխանելու, վերջացրինք։